Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 21։ Ինչպես որ Աբրահամը հավատաց Աստծուն և այն նրա համար արդարություն համարվեցավ։ Գաղատացիս 3:6 խոսք։ Այն, որ Աստված մեր հայրն է, նպաստում է աղոթքի մեջ մեր վստահությանը, որովհետև հայր կոչումը դատարկ անուն կամ պարզապես ձևական հարաբերություն չէ, այլ հիմքն է այն ամբողջ բարեհաճության և շնորհի, որի կարիքն ունենք և որը ստանում ենք Աստծուց։ Հատկանշական է, որ Աստված ասում է. «Ես ձեզ հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ և աղջիկներ կլինեք» (Բ Կորնթացիս 6:18 խոսք)։ Այլ տեղերում գրված է. «Դուք կկոչվեք իմ որդիները», բայց այստեղ տեսնում ենք, որ գրված է. «Դուք կլինեք իմ որդիները»։ Այսինքն դուք ոչ միայն այդպես կկոչվեք, այլ իսկապես այդպիսին կլինեք։ Նա իսկապես կկատարի հայրական բոլոր պարտականությունները մեր հանդեպ։ Այո, Աստծո նման հայր չկա։ Երկրային հայրը միայն ստվերն ու նմանությունն է, իսկ իրականությունը Աստծո մեջ է։ Ոչ ոք այնքան հայրական և բարի չէ, որքան նա։ Արդ եթե դուք չար լինելով գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, որքան ավելի ձեր հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրանից։ Մատթեոս 7:11 խոսք։ Այստեղ Աստծո հայրական հոգատարության մասին ասված է. «Որքան ավելի»։ Երկրավոր ծնողները, որոնց սերը սահմանափակ է, չափավոր, նույնիսկ ապականված ու մեղավոր, երբ որդին ձուկ է խնդրում, նրան կարիճ չի տալիս, իսկ երբ հաց է խնդրում, նրան քար չի տալիս։ Դա հրեշավոր, ստոր և անբնական բան կլիներ։ Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին, որ չգթա իր որովայնի ծննդյան վրա։ Նրանք եթե մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանա։ Եսայի 49:15 խոսք։ Կանանց մեջ մայրական զգացմունքներն ավելի ուժգին են, և մայրը սովորաբար ավելի խորը կապվածություն ու սեր ունի իր երեխաների հանդեպ։ Նույնիսկ եթե մայրը կարողանար ամբողջովին մոռանալ, որ երբևէ նման երեխա է ունեցել, միևնույն է, նա չէր մոռանա իր կաթնակեր երեխային, այն խեղճ, անօգնական և անզոր մանկանը, որը առանց մոր ոչինչ անել չի կարող։ Երեխային, որը երբեք իրեն չէր վիրավորել կամ վշտացրել, նա չի մոռանա։ Եվ այնուամենայնիվ, մարդիկ կարող են մոռանալ, բայց Աստված երբեք չի մոռանա։